Վանաձոր քաղաքի Վարդանանց 36Զ հասցեում մայիսի 15-ին տեղի ունեցավ հաշվապահական հաշվառման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։ Սա գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ շահագրգիռ կազմակերպությունները, նաև օգնող կազմակերպությունները արդեն մուտք են գործում Վանաձորում։ Շնորհավորում ենք ձեզ։ Նորաբաց հաշվապահական հաշվառման գրասենյակն իրականացնելու է պետական ռեգիստրում սկզբնական գրանցում, հարկային կամ այլ մարմիններում ժամանակին հաշվառում, հարկային մարմիններում ՀԴՄ-ների և գրքերի գրանցում, սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրսգրում և ստացում, հաշվապահական հաշվառման ճշգրիտ վարում, հարկային և այլ մարմիններին ներկայացվող հաշվետվությունների ժամանակին կազմում և ներկայացում, հարկային մարմինների տեղեկանքների և տեղեկությունների ստացում, հարկերի և այլ վճարների պլանավորում։ Մի խոսքով ամեն ինչ արվելու է, որ գործարարը զբաղվի միմիայն իր բիզնեսով և ազատվի թղթաբանական քաշքշուկներից, հիմնավորեց գրասենյակի հիմնադիր Վահագն Համբարձումյանը։ Մեր հիմնական սկզբունքները դա հենց ամրագրված է մեր առաքելությունում։ Դա մեր առաքելությունն է, ըստ որի բարելավել գործարար միջավայրը, աջակցելով գործարաններին պետական մարմինների հետ հարաբերություններում փաստաթղթաշրջանառության գործընթացներից ազատելով։ Մենք չենք խաբելու երբեք, մենք կողմնորոշելու ենք, մենք ուղղորդելու ենք, մենք պլանավորելու ենք, բայց անելու ենք միանշանակ ազնվության սահմաններում։ Աշխատեք մեզ հետ, աշխատեք անհոգ։ Այս կարգախոսով առաջնորդվելով հաշվապահական հաշվառման գործընկեր գրասենյակների թիվը Հայաստանում օր-օրի ավելանում է։ Նման ծառայությունների մատչելի և որակյալ մատուցումը կխթանի Վանաձորում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Կոչ կանեմ ուղղակի իմ տպավորությունից ելնելով, որ այն բոլոր ձեռներեցները միջին և փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող կազմակերպությունները անպայման այցելեն գրասենյակ, ծանոթանան պայմաններին եւ հույսով եմ, որ նրանցից մեծ մասը, զգալի մասը կամ բոլորը անպայման դառնան գրասենյակի հաճախորդները։ Ընդհանրապես պետք է հեշտացնի գործատուի եւ հարկային ծառայության, հարկային տեսչության հարաբերությունները։ Այսինքն շատ բան պետք է վերցնի իր վրա, գործատուին հնարավորություն տալով, որ նա ավելի շատ զբաղվի իր գործով, իր բիզնեսով։ Աշխատանքային առաջին օրը ստորագրվեց հուշագիր Լոռու մարզի զբաղվածության կենտրոնի եւ ՅՈՒՆԻՍԵՖ տնկերության հետ, ինչպես նաեւ կնքվեց պայմանագիր առաջին գործատուի եւ հաշվապահական հաշվառման գրասենյակի միջև։ Ես ակնկալում եմ, որ մեր բոլոր հույսերը, որոնք կապվում են տվյալ հաշվապահական կենտրոնի հետ, ժամանակի ընթացքում կարդարանան եւ դա կլինի փոխշահավետ, արդյունավետ համագործակցություն։ Ողջունել է, որ մեր համայնքում այսօր մենք ներկայ ենք գտնվում այս հաշվապահական կենտրոնի բացմանը։ Շնորհավորում եմ կազմակերպության տնօրեններին եւ մաղթում հաջողություններ այս ասպարեզում ամենայն բարիք։ Գրասենյակի աշխատակիցները վստահեցնում են, որ գիտելիքներ եւ ցանկություն ունեցող ցանկացած անձ կարող է այցելել եւ տեղում ծանոթանալ, թե ինչ է անհրաժեշտ բիզնես սկսելու համար, ինչպես խուսափել հարկային տեսչության, սոցիալական ծառայության, աշխատանքի պետական տեսչության, վիճակագրական ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների, բանկերի հետ կապված քաշքշուկներից։ Համոզված եմ ուղղակի, որ որոշ ժամանակ անց ուղղակի աշխատանքի որակը տեսնելով միանշանակ դիմելու են։ Առաջին ամենակարևոր քայլն արդեն արված է գրասենյակի ստեղծմամբ։ Մնում է հետևողական լինել հետագա զարգացումն ու առաջընթացն ապահովելու հարցում։ Նայնե Ներսիսյան, Էդգար Թուխարյան։